Rolex, Patek Philippe, Audemars Piguet, Vacheron Constantin։ Այս շվեյցարական բրենդները համարվում են լյուքս ժամագործության առաջատարները, որոնք աչքի են ընկնում բարձրակարգ որակով, մեխանիկական կատարելությամբ, հարուստ ժառանգությամբ և նորարարական դիզայնով։ Նրանցից երեքը կազմում են Holy Trinity-ն, ժամագործության սուրբ երրորդությունը, որը կենտրոնանում է բացառիկության և ժամագործության արվեստի վրա։ Իսկ Rolex-ը, թեև ավելի արդյունաբերական և մասսայական արտադրության բրենդ է, շատերի համար մնում է հեղինակության և վարկանիշի խորհրդանիշը։ Այս հոլովակում կներկայացնեմ յուրաքանչյուրի արժեհամակարգը և առավելությունները, ինչը կօգնի ձեզ ընտրել լավագույնը ըստ ձեր նախասիրությունների և չափանիշների։ Սկսենք ամենահնից։ Vacheron Constantin-ը հիմնադրվել է 1755 թվականին և երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը։ Սա կարևոր փաստ է, քանի որ բազմաթիվ կազմակերպություններ, ներառյալ ժամագործական, ունեցել են բազմաթիվ և երկարատև դադարներ պատերազմների, հեղափոխությունների և այլ իրադարձությունների պատճառով։ Թեև Vacheron Constantin-ը հաճախ է առաջարկում բարդ մեխանիկական լուծումներ, բրենդն առավել աչքի է ընկնում իր գեղարվեստական վարպետությամբ։ Հատկապես աչքի են ընկնում ձեռքով փորագրությունը, մինիատյուրական էմալային արվեստը և սկելետոնացված մեխանիզմների մշակումը։ Նրանք ստեղծում են վիզուալ բարդ ու մանրամասն գործեր, հաճախ ներառելով կերպարվեստից ներշնչված տարրեր։ Vacheron Constantin-ի ժամացույցները բացառապես ձեռագործ են մինիմալ ավտոմատացմամբ, ինչը նրանց տալիս է բարձր արժեք և բացառիկություն։ Բրենդը տարեկան արտադրում է մոտ 20,000 ժամացույց, ինչը շատ ավելի քիչ է, քան այլ շքեղ բրենդների արտադրության ծավալները։ Vacheron Constantin-ի ժամացույցների արժեքները սկսվում են մոտ $15,000-ից և կարող են հասնել մի քանի միլիոնի։ Չնայած բարձր վարկանիշին, երկրորդային շուկայում բրենդը հաճախ զիջում է Philippe Patek-ի և Audemars Piguet-ի, քանի որ վերջիններս ունեն ավելի բարձր պահանջարկ։ Այնուամենայնիվ, հավաքորդների և գիտակների կողմից Vacheron Constantin-ը համարվում է ամենահեղինակավոր և եզակի բրենդներից մեկը։ Բրենդի ամենահայտնի մոդելներն են Overseas-ը, սպորտային շքեղ ժամացույց, որը մրցակցում է Patek Philippe-ի Nautilus-ի և Audemars Piguet-ի Royal Oak-ի հետ, և Patrimony, դասական և էլեգանտ մոդել, որը մարմնավորում է Vacheron Constantin-ի ժառանգությունը։ Patek Philippe-ը հիմնադրվել է 1839 թվականին Vacheron Constantin-ի հիմնումից գրեթե մեկ դար անց։ Այն հռչակված է իր բարդ և բարձրորակ մեխանիկական մեխանիզմներով, ինչպիսիք են հավերժական օրացույցները, րոպե կրկնող համակարգերը, տուրբիլոնը և աստղագիտական ֆունկցիաները։ Patek Philippe-ի ժամացույցները ևս բացառապես ձեռագործ են մինիմալ ավտոմատացմամբ, սակայն բրենդը արտադրում է տարեկան մոտ 70,000 ժամացույց, ինչը ավելի շատ է, քան Audemars Piguet-ի և Vacheron Constantin-ի արտադրական ծավալները, սակայն ավելի քիչ, քան Rolex-ինը։ Իր պահանջարկի և բարդ մեխանիկական լուծումների շնորհիվ Patek Philippe-ը պատկանում է ավելի բարձր գնային սեգմենտի։ Արժեքները սկսվում են մոտավորապես $20,000-ից և կարող են հասնել մի քանի միլիոնի։ Դրանք աճում են երկրորդային շուկայում կախված մոդելի հազվագյուտ լինելուց և ժամացույցի առանձնահատկություններից։ Patek Philippe-ը հայտնի է իր հարուստ պատմությամբ և ընկալվում է որպես ընտանեկան արժեքների և երկարաժամկետության խորհրդանիշ։ Բրենդի կարգախոսը You never actually own a Patek Philippe, you merely look after it for the next generation արտահայտում է նրա փիլիսոփայությունը։ Ըստ բրենդի, ժամացույցները գնում են որպես ժառանգություն սերունդներին փոխանցելու համար, և հենց դրանում է կայանում հիմնական արժեքը։ Բրենդի ամենահայտնի մոդելներն են Nautilus-ը, սպորտային շքեղ ժամացույց, որը ունի յուրահատուկ ու թանկյուն պատյան։ Դիզայնի հեղինակը Gerald Gentagne է, ով նաև ստեղծել է Audemars Piguet-ի Royal Oak-ը, և Aquanaut-ը, Nautilus-ի ավելի ժամանակակից ու սպորտային տարբերակը, ունի ռետինե ժապավեն, որը դարձավ նորույթ Patek Philippe-ի համար։ Audemars Piguet-ն հիմնադրվել է 1875 թվականին։ Այն համարվում է շքեղ ժամագործության միակ անկախ ընտանեկան բիզնեսը, որը մինչ օրս ղեկավարվում է հիմնադիրների ուղիղ ժառանգների կողմից։ Audemars Piguet-ն շարունակաբար խախտում է ժամագործական արվեստի սահմանները, ներկայացնելով նորարարական դիզայններ։ Դրա վառ օրինակն է բրենդի ամենահայտնի մոդելը The Royal Oak-ը, որը առաջին շքեղ սպորտային ժամացույցն էր։ Ի զարմանս բոլորին, այն պատրաստված էր ոչ թե ոսկուց կամ այլ ազնիվ մետաղից, այլ չժանգոտվող պողպատից և ուներ ութանկյուն շրջանակ, որը ամրացված էր բոլտերով։ Այս դիզայնը, որը ստեղծվել է Gerald Gentagne-ի կողմից, հեղափոխություն ստեղծեց ժամագործության ոլորտում և հաստատեց Audemars Piguet-ին որպես բարձրակարգ սպորտային ժամացույցների առաջնորդ։
Audemars Piguet-ն կենտրոնանում է բացառիկության վրա, տարեկան արտադրելով շուրջ 40,000 ժամացույց։ Բրենդի ժամացույցները ընդհանուր առմամբ ավելի բարձր գնային կատեգորիայում են, քան Rolex-ը, բայց որոշ մոդելներ կարող են մրցել Patek Philippe-ի հետ։ Ամենատարածված մոդելների արժեքները սկսվում են $20,000-ից։ Երկրորդային շուկայում Audemars Piguet-ի ժամացույցները ունեն մեծ պահանջարկ, ինչի հետևանքով ժամացույցների գները կարող են աճել։ Բացի Royal Oak-ից բրենդի հայտնի մոդելների շարքին են դասվում Royal Oak Offshore-ը, Royal Oak-ի ավելի մեծ եւ սպորտային տարբերակը, հաճախ ներառում է խրոնոգրով եւ բարձր տեխնոլոգիական նյութեր։ Core 1159-ը ժամանակակից դասական ժամացույց, որը համադրում է ավանդական եւ նորարարական դիզայն, համալրված բարդ մեխանիզմներով։ Այժմ խոսենք ամենաերիտասարդ բրենդի մասին։ Rolex-ը հիմնադրվել է 1905 թվականին եւ համարվում է հեղինակության եւ ստատուսի խորհրդանիշ։ Rolex-ն արտադրում է հուսալի, ճշգրիտ եւ դիմացկուն ժամացույցներ, որոնք նախատեսված են թե առօրյա օգտագործման եւ թե էքստրեմալ պայմանների համար։ Այն առաջիններից էր, որ ստացավ Chronometer Certification, ինչը հաստատում է ժամացույցների բարձր ճշգրտությունը։ Rolex-ի ժամացույցները ձեռագործ են, բայց բարձր մակարդակի ավտոմատացմամբ։ Չնայած մեկ Rolex ստեղծելու համար պահանջվում է մոտավորապես 1 տարի ժամանակ, բրենդն արտադրում է զանգվածային քանակությամբ ժամացույցներ, տարեկան մոտ 1 միլիոն օրինակ, շնորհիվ ամբողջական ներքին արտադրական գործարանի։ Rolex-ը միակ ժամագործական ընկերությունն է, որն արտադրում է իր սեփական ոսկին եւ օգտագործում աշխարհի ամենաթանկ չժանգոտվող պողպատը։ Rolex-ի բոլոր ժամացույցները նախքան վաճառքի դուրս գալը խստորեն փորձարկվում են ջերմաստիճանի, խոնավության, ճնշման եւ ցնցումների դիմացկունության տեսանկյունից։ Մյուս 3 բրենդների համեմատ Rolex-ը ունի ավելի մատչելի մոդելներ։ Արժեքները սկսվում են մոտավորապես $7,000-ից։ Այն հասանելի է ավելի լայն զանգվածի համար, սակայն շարունակում է մնալ շքեղության խորհրդանիշ, հաճախ պահպանելով արժեքը երկրորդային շուկայում։ Rolex-ի հայտնի մոդելներն են GMT Master Tune, 2 ժամային գոտու ֆունկցիաներով ժամացույց, որն ի սկզբանե նախատեսված էր Pan American Airways-ի օդաչունների համար, հայտնի է իր երկգույն շրջանակներով, Pepsi, Batman եւ Root Beer տարբերակներով։ Datejust-ը առաջին ժամացույցը, որն ուներ ավտոմատ օրացույցի ֆունկցիա, այս էլեգանտ դասական մոդելը հասանելի է տարբեր չափսերով եւ նյութերով։ Day-Date-ը առաջին ժամացույցը, որը ցույց է տալիս թե օրը, թե ամսաթիվը ամբողջությամբ։ Հայտնի է որպես President's Watch, քանի որ կրել են ԱՄՆ-ի նախագահները։ Կան նաև այլ մասնագիտացված օգտագործման նպատակներով մոդելներ։ Submariner-ը սուզորդների, Daytona-ն ավտոարշավորդների, Yachtmaster-ը նավագնացների եւ Explorer-ը արշավորդների եւ լեռնագնացների համար։ Այն եղել է ներգրավված Էվերեստի առաջին հաջողված արշավում։ Ինչպես հասկացաք, յուրաքանչյուր բրենդ ունի իր ուժեղ կողմերը։ Ընտրեք Vacheron Constantin, եթե կարևորում եք ձեռագործ արվեստը եւ գեղարվեստական մոտեցումները։ Patek Philippe, եթե ցանկանում եք ժառանգության պես փոխանցվող ժամացույց, որը ունի բարդ մեխանիկական լուծումներ։ Audemars Piguet, եթե նախընտրում եք սպորտային, ժամանակակից եւ նորարարական դիզայն։ Եվ Rolex-ը, եթե ցանկանում եք հեղինակավոր, բայց միևնույն ժամանակ գործնական ժամացույց, որը հարմար է ամենօրյա կրելու համար։